Պարոն Թորոսյան, արդեն 3-4 օր է Ադրբեջանը չի դադարում հայտարարություններ անել այն մասին, որ հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Երևանից հերքումներ են հնչում եւ այս ամեն ինչը հաջորդում է խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին այդ հայտարարություններին։ Ինչու, պարոն Թորոսյան, ինչու է Բաքուն կրակոցների մասին մեղադրանքներ հնչեցնում, որն է Բաքվի նպատակը։ Ես կարծում եմ, որ մենք առաջի անգամ չի, որ արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելավոճ, երբ որ որևէ բան տեղի չունենալու պայմաններում նման հայտարարություններ ենք լսում։ Կարծում եմ, սա տեղեկատվական սադրանք է ըստ էության մի քանի նպատակով։ Առաջինը հենց մեր երկրի ներսում կայունությունը խաթարելու եւ նման դեպքեր էլի ենք ունեցել, որպեսզի բոլորս այդպես ահուսարսափի մեջ ապրենք մոտավորապես եւ մեր գերատեսչությունների պաշտպանության նախարարության, ինչու ոչ նաեւ եվրոպական միության դիտորդական առաքելության պարզաբանումները ըստ էության փարատում են այդ կասկածները, որ որևէ կրակոց կա կամ մեր կամ իրենց կողմից եւ ուզում եմ նաեւ հավելել հիշեցնել, որ որևէ փաստական տվյալ նույնիսկ չի ներկայացվում, որովհետև գիտենք, որ եւ մեր կողմից եւ իրենց կողմից հաճախ երևի ամբողջ շփման բանով գծով տեսախցիկներ են տեղադրված եւ մենք նաեւ տեսել ենք, որ օրինակ ժամանակին այդ տեղեկատվական պրովոկացիաները նաեւ դրանով էին զուգորդվում, դա ցույց են տալիս, թե ինչա տեղի ունենում։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի եւ նրանք նաեւ խնդիր են տեսնում այդ իրանց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ նաեւ միգուցե իրանց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ ցույց տալու համար, որ տեսեք Հայաստանը դեստրուկտիվ է, մենք էլ տենց բան ենք, զոհի դերում ենք, հա, մեզ պետքա դուք ավելի շատ աջակցեք եւ այլն։ Ես կարծում եմ, որ մենք սա տեսնելով եւ այս գործելավոճը տեսնելով, ոչ առաջի անգամ, այնուամենայնիվ մեր անելիքներում որևէ բան չպետքա փոխել։ Կարևորը մեր արձագանքն է նման պրովոկացիաների։ Մեր պաշտպանական գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը միշտ անկախ կլինեն նման հայտարարություններ, չեն լինի նման հայտարարություններ։ Պետք է ուշով հետևի մեր սահմանների վիճակին, անվտանգային վիճակին եւ ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու, բայց մենք մեր կողմից, ինչպես նշել են, երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարևանների հետ, որտեղ մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, դա աներկբա փաստ է միջազգային հանրության համար եւ դրա համար է նաեւ միջազգային հանրությունից հնչող տեսակետները ուղղակիորեն մեր տեսակետի հետ դուք ուշադիր լսում եք ինձ չի ասում, չէիք լսում, ուշադիր կնայեք մի քիչ հետ կտակ ասածը, դուք էլ ուրեմն հարցեր տալուց մի հատ լսեք ինչ եմ պատասխանում, նոր տվեք հարցեր։ Եվ միջազգային հանրությունը ուղղակիորեն ասում է, ինչ որ մենք ենք ասում, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ այն պետք է արագ ստորագրվի եւ ես կարծում եմ, որ մեր բոլոր գերատեսչությունները իրանց տեղում իրանց աշխատանքը իրականացնում են, մենք էլ մեր գործերով ենք զբաղվում։ Էսկալացիայի իրական հնարավորություն չեք տեսնում, Ես ամենաճիշտ մարդը չեմ նման գնահատականներ տալու, ես կարծում եմ ամենաճիշտ գերատեսչությունը դա պաշտպանության նախարարությունն է, որը պարբերաբար հանդես է գալի հայտարարություններով, իմ կարծիքով սա տեղեկատվական սադրանք է, արդեն նշեցի ինչ նպատակներով։